Ցուցահանդեսներ, կրթական ծրագրեր, բակային խաղեր, վարպետաց դասեր եւ այլն միջոցառումների շարքը թանգարանների գիշեր համաեվրոպական միջոցառման շրջանակներում է։ Կարծես թե ավանդույթ է դարձել ամեն տարի համախմբվել ու շտապել դեպի թանգարաններ, այս տարվա խորագրին համապատասխան թանգարանները միավորում են մասնատված աշխարհը։ Ունենք Գյումրի Գորիս երկխոսություն, ունենք Աքսել Բաքուն Ծաստամազյան երկխոսություն, ունենք հրավիրյալ արվեստագետներ եւ տեղացի նկարիչներ երկխոսություն, վարպետության դասեր եւ դասախոսություններ, որտեղ բանախոսում են ոչ միայն գյումրեցիներ, այլև այլ քաղաքներում ապրող ազատ ստեղծագործողներ եւ ընդհանուր թվով մեկ օրվա ընթացքում 22 միջոցառում է անցկացվում Գյումրու համայնքապատկան թանգարաններում, այնպես ինչպես բոլոր թանգարանները, մերոնք եւս աշխատելու են մինչև կեսգիշեր անվճար մուտքով։ Թանգարանային գիշերվա կապակցությամբ ունեցանք Սամվել Սևադայի 85 կտավներից բաղկացած այս շնշող ցուցահանդեսը, իսկ թանգարանային գիշերվա հաջորդ անակնկալը առավոտյան ժամը 12-ին ունեցանք մեկ իրի ցուցադրություն, դա գրամաֆոնն է, որը ցուցադրվում է արդեն թանգարանային սրահներից մեկում եւ կարծում եմ, որ տարվա երկրորդ շրջափուլում նաև ցուցադրվելու է Նիկողաս Տիգրանյանի 170-ամյակի հետ կապված ցուցահանդեսում արխիվում նոր անակնկալներ են լինելու կապված Նիկողաս Տիգրանյանի 170-ամյակի հետ։ Հոսքը առավոտվանից, չնայած որ անձրևային օր է, բավականին ճնշող է եւ կարելի ասել, որ երևի արդեն մոտ 1000 այցելու թանգարանն ունեցել է։ Ուսանողները այսօր մեզ մոտ դերձեցին Հովհաննես Շիրազի բիբլիական պոեմի ֆրանսերեն եւ հայերեն տեքստերը։ Դրան զուգահեռ մենք նաեւ վիզուալիզացիա կազմակերպեցինք, քանի որ Հովհաննես Շիրազը շատ պատկերավոր է ամեն ինչ ներկայացնում, մենք որոշեցինք այս պոեմը վերածել պատկերների 16:30-ից 17:00-ի կողմ մենք պետք է ցուցադրենք նաեւ ցուցադրություն հյուրասիրություն, այսպես ասեմ, կազմակերպված է Չիրու Չարազի ցուցադրություն հյուրասիրություն։ Նորից մենք հավատարիմ ենք մնալու այդ խորագրին, որովհետև այս անգամ էլ ցուցադրելու ենք ոչ միայն հայկական Չիրու Չարազը, այլ նաև էկզոտիկ մշկերի չրեղեն, դրանով ցույց տալով նաև հայկական չրագործների, չիրարտադրողների կապը, նաև արտասահմանյան արտերկրում գտնվող այդ գործով զբաղվող, տնտեսավարման այդ ձևերով զբաղվող մասնագետների հետ, քանի որ լինում են վերապատրաստումներ, փորձի փոխանակումներ, ցուցահանդեսների մասնակցություն եւ դա նկատի ունենալով մենք որոշեցինք, որ այսօր նաև այդ կապը կարելի է այստեղ ներկայացնել։ Ասեմ, որ մենք ունենք մոռացված բակային խաղեր, որոնք վերարտադրվելու նպատակով ունենք խմբեր, որոնք պիտի կարողանան նաև սովորեցնել ինչի՞ չէ այս նոր սերունդին, որոնք արդեն վաղուց մոռացել են այդ խաղերը։ Հոլ մի քանի տղաներ եկան, բոլորին առաջարկեցի, պատկերացրեք, ոչ մեկը հոլ խաղալ չգիտի։ Մենք փորձեցինք սովորեցնել, ունենք որ պիտի խաղան հոլ, պարան պիտի խաղան, այդ այսպես մեր բարբառով ասեմ կլաս պիտի խաղան, ճան պիտի խաղան, ունենք նաև վարպետության դաս, որտեղ շյուղագործություն է, պիտի կարողանան մենք սովորեցնենք, թեկուզ իրենք կարողանան իրենց հեռախոսների համար մի փոքրիկ այսպես պատյան գործեն, հետները տանեն։